մեր մեծերի մեծամասնությունը, ովքեր մեծացել են սովետական միության ժամանակ, մինչև հիմա մտածում են, որ ռսի սաստավի մեջ մտնելը ավելի լավ է, քան անկախ Հայաստան ունենալը։ Ես այդպես մարդկանց չեմ ընդունում։ Երբ որ դու միջին վիճակագրական ապրող մարդ ես, քո տեղը ի վերուստ արդեն որոշված է, թե ոնց ես դու ապրելու, մոտավոր որտեղ պետք է աշխատես, ինչքան աշխատավարձ ես ստանալու, քո համար հեշտ է, բայց կային մտավորականներ Հայաստանում, ովքեր հասկանում էին, որ դա սխալ է, ու անընդհատ պայքարի մեջ էին նույն սովետական միության հետ։ Երբ որ օրինակ Պարույր Սևակի ավտովտարը եղավ, նա մահացավ, միջին վիճակագրական Հայաստանում ապրող մարդու համար բան չփոխվեց։ Պարույր Սևակը մահացավ, Մինասը մահացավ եւ այլն, Խանջյանը մահացավ, իրանց համար ոչ մի բան չփոխվեց, որովհետեւ մենք մեր առօրյա գործերով ես իմ ստանոկը, չգիտեմ, ես եմ սարքում, ես իմ դաշտում խաղող եմ խաղում, ու վсё։ Բայց երբ որ դու սկսում ես մի քիչ ավելի շատ մտածել ու ավելի շատ խոսալ, այդ ժամանակ արդեն սովետական միությունը գալիս ասում է եղբայր, սուս մնա, դե չէ, մենք այդ ենք ցույց տալիս։ Ես չեմ ասում վատ ա եղել, շատ լավ ա եղել։ Միջին վիճակագրական ապրող մարդու համար շատ լավ ա եղել, բայց պետք է այդ լավի հետ միասին նաև վատը նկատել։ Ինչի համար ենք օրինակ ապրում ենք անկախ Հայաստանում, մենք մենակ վատի մասին ենք խոսում, Հայաստանում սենց է, եկեք լավի մասին էլ խոսանք, ասենք, որ Հայաստանում կա լավ բան, դու ձեռք ես բերել անկախություն, որ դու ուժ գտնես քո մեջ, պայքարես այդ անկախության, անկախությունը քո համար ազգային գաղափար պետք է լինի, որ դու ամեն գնով փորձես դա